Պանորամա EM-ը հրապարակել է Երևանի քաղաքապետարանի մեկնաբանությունը մտավորական Մերուժան Տեր-Գուլանյանի երեկվա հայտարարության կապակցությամբ։ Կայքը գրում է, որ Մաշտոցի այգու տաղավարների կառուցման վերաբերյալ քաղաքապետարանի որոշումներում փոփոխություն չի եղել։ Եթե նման բան լինի, մենք ձեզ պաշտոնապես կտեղեկացնենք։ Այս մասին Պանորամա EM-ին ասել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։ Հայնյուզեմը հարցազրույց է անցկացրել Հայաստանի ազգային ժողովի նախկին падգամավոր Ղարաբաղյան պատերազմի մասնակից Միասնիկ Մալխասյանի հետ, որի հիմնական թեման է առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Զրույցի ընթացքում նախկին падգամավորն ասել է, որ Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը դեռ հաստատված չէ։ Ուստի համամասնական ընտրակարգով իր մասնակցության մասին դեռ հստակ բան ասել չի կարող, իսկ մեծամասնականով առաջադրվելու ցանկություն ունի, եթե կոնգրեսը նման որոշում կայացնի։ Մալխասյանն ասել է, որ չի հավատում, որ ընտրությունները չեն կեղծվի, բայց դա պատճառ չէ չմասնակցելու։ Պանորամինյան նեթը տեղեկացնում է, որ Մաշտոցի այգում կրպակների կառուցման դեմ պայքարը շարունակվում է։ Ակտիվիստները տարածել են այսօրվա միջոցառումների օրակարգը եւ այսպես. ժամը 15-ից 19-ը ցուցահանդես «Ես դեմ եմ շների սպանդի», 16:30-ին քաղաքացիական ամբիոն Գուրգեն Մուշեղյան, ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հիմնական հեղինակներից մեկը, կառուցապատման անհամատեղելիությունը հատակագծի հետ, 17:15-ին քաղաքացիական ամբիոն Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր, ճպուռների հեղափոխություն։ Լրագիր EM-ը վկայակոչելով BBC հեռուստաալիքը գրում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կոչ է արել համացանցային ընկերություններին օգտագործողների տեղեկությունների գաղտնիության առավել հուսալի համակարգեր մշակել։ Կոչը հետևել է աճող անհանգստություններին, համաձայն որոնց համացանցի էջերում դիտվող տեղեկությունը փոխանցվում է գովազդատուներին։ 36 նահանգների դատախազեր անհանգստություն են հայտնել Google ընկերության ծրագրի կապակցությամբ, որը նախատեսում է հաճախորդների մասին ստացված տեղեկությամբ կիսվել այլ ընկերությունների հետ։ Մեդիամաքս EM-ի գլխավոր խմբագիր Արա Թադևոսյանն իր սյունյակում անդրադարձել է 3 երեկոյան անանուն երկիչների կողմից հրապարակած հայտարարությանը Բաքվում Եվրատեսիլ մրցույթը բոյկոտելու մասին։ Հեղինակի կարծիքով բոյկոտը դիրքորոշում հայտնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի համաշխարհային մամուլի հետաքրքրությունը այն մասնակցի հանդեպ, ով կներկայացնի Հայաստանը Բաքվում, կարծում է հեղինակը։ Պատկերացրեք, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Բաքվում տրված նրա ասուլիսը, որի ընթացքում նա, օրինակ, ասի. մենք որոշել ենք գալ Բաքու, չնայած նրան, որ 22 տարի առաջ այստեղից վտարվեցին 100 հազարավոր հայեր։ Մենք եկանք այստեղ չնայած նրան, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է զինադադարը, խլելով մեր եղբայրների կյանքերը։ Ես պատրաստ եմ այսօր հանդես գալ Բաքվի բեմում, չնայած գիտեմ, որ դահլիճի մեծ մասը ատելու է ինձ։ Թունավորված պետական պրոպագանդայով, ենթադրում է Արա Թադևոսյանը։